Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի ճակատագիրն անհայտ է։ Զեկույցի հեղինակ Անդրանիկ Քոչարյանը պնդում է, այն պետք է ներկայացվի ազգային ժողովում։ Նրա կուսակից Ալեն Սիմոնյանը հակադարձում է, թե ժամկետներն անցել են։ Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի 5.5 տարվա ազատազրկման դատավճիռը կմտնի ուժի մեջ, վճռաբեկը բողոքը չի ընդունել։ Եվրոպական դատարանը Բաքվից հայ գերիների մասին հաշվետվություն է պահանջում, մինչ այդ Ադրբեջանում գերության մեջ գտնվողները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Բազմաթիվ հակասություններ են ի հայտ եկել Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանության գործում, մեղադրական հոդվածից մինչև ցուցմունքներ։ Կառավարությունը խոստանում է հաջորդ տարվանից առողջության համապարփակ ապահովագրություն ներդնել, մի անգամ հանրությունն արդեն նման խոստում լսել է։ Միացյալ Նահանգների կառավարությունը մասնակի դադարեցրել է գործունեությունը, դեմոկրատներն ու հանրապետականները տևական բանավեճերից հետո այդպես էլ համաձայնության չեն եկել հաջորդ տարվա բյուջեի նախագծի շուրջ։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, բայց արդյոք կքննարկվի ազգային ժողովում կամ որևէ ձևաչափով կներկայացվի հանրությանը, թե ոչ, հայտնի չէ։ Այս հարցում անհամաձայնություն ունեն զեկույցը կազմած Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Թեև Քոչարյանն ասել էր, որ զեկույցը կհրապարակվի այս լիագումար նիստում, Ալեն Սիմոնյանը այսօր հայտարարել է, որ զեկույցը օրակարգ մտցնելու իրավական հիմքեր չկան, ներկայացնելու ժամկետներն անցել են։ Սիմոնյանը միևնույն ժամանակ հերքել է իր և իր կուսակցի միջև լարվածության մասին լուրերը։ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ չի մտնի։ Ավելի քան 3 տարվա ուսումնասիրություններից հետո քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից ներկայացնելու հնարավորություն չի ունենա։ Ազգային ժողովի նախագահի խոսքով զեկույցը լիագումարի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա։ Այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, դիմում ենք համապատասխան մարմիններին, որոնք այդ ձևակերպումը մեկնաբանում են, այսինքն արդյոք այս նախադասությունը պետք է սենց մեկնաբանել, թե սենց չպետք է մեկնաբանել։ Այդ գործողությունները բոլորը իմ կողմից արված են, բոլոր պատասխանները ես ունեմ պատասխան ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի կողմից, ես ունեմ պատասխան ազգային ժողովի իրավաբանական վարչությունից, եւ ես ունեմ իմ իրավաբանական կրթությունը, եւ ես ունեմ նաեւ պարոն Սողոմոնյանի մեր քարտուղարության ղեկավարի մեկնաբանությունը, որոնք բոլորը իդենտիկ են։ Հիմա ինչի հետ կապված իդենտիկ կողմ, որ լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով հանձնաժողովի լիազորությունների առավելագույն ժամկետը 1 տարի 8 ամիս է։ Եթե մինչ այդ զեկույց չի ներկայացվում, հանձնաժողովի լիազորությունները համարվում են ավարտված։ Հենց այս կարգավորմանն են հղումարել ազգային ժողովի աշխատակազմից եւ նշել, քննիչ հանձնաժողովի ժամկետն ավարտվել է 2023-ի նոյեմբերին։ 2.5 տարուց ավել է անցել։ Այդ ժամկետը այդ հանձնաժողովի չի տրվում մի բանի Հարցը խախտելը չէ, հարցը նա, որ իրոք գործը այնքան ծավալուն է եղել, որ դա երկար ժամկետ է Իրանից վերցրել, եւ պարոն Քոչարյանին ես ոչ մի բանի մեջ այս առումով չեմ մեղադրում։ Եվ դա ինչ է նշանակում, որ դա մեզ պետք է։ Ազգային ժողովի նախագահի այս որոշումից վրդովված է քննիչ հանձնաժողովի նախագահը։ Անդրանիկ Քոչարյանը 3 ֆակտոր TV-ի տաղավարում պնդում էր, թե ինքը ժամկետ չի խախտել։ Հղումերանում աժկանոնակարգ օրենքի մեկ այլ դրույթի, որով խորհրդարանի խոսնակը զեկույցը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում պետք է այն քննարկման դնի ազգային ժողովի հերթական նիստում։ Նպատակը զեկույց ունենալն է։ Եվ այսօր խոսել, որ ժամկետ, ոչ ժամկետ, ինչ որ լրատվամիջոց ասել երկրորդ հոդվածն է գրում ժամկետան զեկույց։ Ժամկետը ձեր ուղեղն է, նախ զեկույցը չի կարող ժամկետանց լինի, որովհետև դա պետք է մեր երկրի։ Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ այդ զեկույցով կտրվեն պատասխաններ 44-օրյա պատերազմի պարտության պատճառների մասին, եւ այն ըստ Քոչարյանի պետք է մտնի լիագումար նիստերի օրակարգ։
Նրա մեկնաբանմամբ զեկույցը ազգային ժողովի նախագահին ինքը կարող էր ուղարկել մինչև այս խորհրդարանի գործունեության ավարտը։ Սպասում եմ այն որոշմանը, որը հնարավորություն կտա լիագումար նիստում ես ելույթ ունենամ, որը նաև կանոնակարգ օրենքի 25-26-րդ կետերի պահանջն է, որի մասին ես նաև տեղեկացրել եմ ազգային ժողովի նախագահին։ Խորհրդարանի խոսնակը մինչդեռ պնդում է, թե Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ իր նշած ժամկետում ինչպես կարգն է չի փոխանցել զեկույցը ազգային ժողովի նախագահությանը, թե ինչ նկատի ուներ չպարզաբանեց, մեկնաբանությունից հրաժարվեց նաև Անդրանիկ Քոչարյանը։ Չնայած սրան Ալեն Սիմոնյանը վստահեցրեց կքննարկեն զեկույցին այլ ձևաչափով անդրադառնալու որևէ տարբերակ։ Եթե նույնիսկ դա մտներ լիագումար նիստ, եթե մտներ, որ կրկնում եմ, չէր կարող եւ չի կարող բոլոր իրավաբանական ձևակերպումները դրա մասին են խոսում, չի կարող մտնել, միևնույն է դա լիներ փակ ֆորմատով եւ ես չեմ բացառում, որ կարող են լսումներ լինել փակ ֆորմատով, որ կարող են ընդդիմադիր падգամավորներ, մեր падգամավորներ օրինակ գնալ գաղտնի բաժին ծանոթանալ, ես չեմ բացառում։ Հնարավոր է Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջև լարվածություն կա եւ զեկույցի ժամկետների շուրջ այս քննարկումները հենց այդ պատճառով են։ Սիմոնյանն այսօր վստահեցրեց Քոչարյանի հետ որևէ խնդիր չունի։ Հարցը բացառապես իրավական կարգավորումները տարբեր կերպ մեկնաբանելու մասինն է։ Չկա լարվածություն։ Երեկվա հարցազրույցում մինչդեռ Քոչարյանը ակնարկում էր, եթե ի վերջո զեկույցը չմտնի լիագումարի օրակարգ, ուրեմն կասկածները, թե Սիմոնյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով է դա արել, կհաստատվեն։ Առաջին իսկ խորհրդի նիստում պետք է որոշում կայացվի, եթե որոշում չկայացվի, ձեր բարձրացրած կասկածները կարող են լինել լեգիտիմ։ Հանձնաժողովի անդամները 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողովը ստեղծվել էր իշխանության նախաձեռնությամբ եւ գործել առանց ընդդիմադիրների։ Նրանք ի սկզբանե բոյկոտել են, պնդելով, որ պատերազմի պարտության պատասխանատունները չեն կարող օբյեկտիվ քննություն անցկացնել։ Մինչ Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը դեռ հասանելի չէ հանրությանը եւ հարց է արդյոք կքննարկվի ազգային ժողովում, թե ոչ, ավարտվեց այդ պատերազմի ընթացքում առանցքային դերակատարություն ունեցած Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավարությունը։ Վճռաբեկ դատարանը մերժեց քննել գեներալի բողոքը իրեն մեղավոր ճանաչող որոշման դեմ։ Սա նշանակում է, որ Հարությունյանի դատավճիռը կմտնի ուժի մեջ, նա կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։ Ամիսներ առաջ Առաջինատյանի դատարանը 50-ամյա գեներալ լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար եւ դատապարտել 5.5 տարվա ազատազրկման։ Իսկ խորհրդարանում այսօր հարց ու պատասխանի ժամանակ դարձյալ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ղարաբաղյան բանակցություններին 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկը չհրապարակելուն եւ վերստին հայտարարել պատրաստ է ուղիղ եթերում իրեն մեղադրող նախկին 3 նախագահների հարցերին պատասխանել։ Վերջերս տեսա, որ մի քանի ամիս արտգործնախարարությունը փորձում է այդ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը կատարի, Արցախյան բանակցությունների թղթերը հավաքի, ասում է դեռ չեն կարող։ Մեր Արթուր Խաչատրյանը երկարատև աշխատանքի արդյունքում հրատարակել է երկհատորյակ Արցախյան բանակցություններ, բոլոր փաստաթղթերը, գրություններ, հայտարարություններ, բացի 2019 թվականի Մինսկի խմբի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված փաստաթղթի։ Մտածում եմ, շատերն ասում են մի տուր, գիրք ափսոս է, մտածում եմ արժե արդյոք տալ Նիկոլ Փաշինյանին, հետո հասկանում եմ, որ այսքան տարի հետո Նիկոլ Փաշինյանը, որ Արցախյան բանակցությունների բովանդակությունը, իմաստը, խնդիրը ոչ միայն չի հասկացել, այլ չի ուրացել, դրա համար դեռնպահ է մնում։ Հիմա էլ նոր բան ենք գտել, այդ նույն փոცხի վրա կանգնելու այդ սովորությունը ինձ հիացնում է ընդհանրապես։ Հիմա էլ նոր բան ենք գտել, այսինքն թարմացրել են 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը։ Հիմա հետ գնանք։ Մի անգամ այդ փոცხի վրա կանգնեցին բանը, հուշագրերը չեն հրապարակում, հուշագրերը։ Այդ փոცხով մի հատ կանգնեցին, լավ փոცხի վրա։ Դրանից առաջ խաղաղության համաձայնագիրը, չեն գնում էին, նայում էին, դուրս էին գալիս, ասենց քրտնաթոր ինտերվյուներ էին տալիս բան, որ այսինքն բան զարթնիր լաո, խաղաղության համաձայնագրի մեջ սարսափելի եւ այլն, խաղաղության համաձայնագիրը հիմա հրապարակված է։ Հիմա ձեզ թվում է, թե այդ 2019 թվականի այդ ձեր գովական առաջարկությունը չի հրապարակվելու,
Ձգում ենք, հանգիստ տեղավորվեք այդ փոցխի վրա, հանգիստ նորմալ տեղավորվեք այդ փոցխի վրա, որովհետև այդ փոցխը նույն տեղը բան անելու, վայրեջկա կատարելու, ճշգրիտ նույն տեղը։ Հիմա հարցս, եթե պարտությունը հաղթանակ է, որովհետև պարտության արդյունքում մենք չգործեցինք մեր անկախությունը, ապա ինչու են դատվում այն զինվորականները, որոնք ըստ այս իշխանությունների մեղավոր են պարտության մեջ։ Հələ եկեք մի հատ հետ գնանք 20 թվի պատերազմի բանը, ընկալումը մեր, չէ՞։ Ինչի մասին էր խոսքը, որ հապկին ոնց որ ճիշտ բանով չեն գրել, 4-րդ հոդվածի 3-րդ նախադասության 6-րդ բառով պետք է դիմեին, բայց 6-րդ նախադասության 4-րդ տողի 5-րդ բառով են դիմել, դրա համար ասենց պետքա գնալ պատվիրակությունը, ինքնաթիռը, սամալյոտը, հեռախոսը, տվեք, գնում ենք, փրկում ենք, էս ենք անում։ Այդ ամենը դուք այդ թոկի պարաններն եք։ Դուք այդ թոկի պարաններն եք, ձեր նախկին 3 այլևս բացահայտված, այսպես կոչված նախագահների հետ միասին։ Իրանք հո պետությունը առաջնորդելու համար չեն եղել։ Իրանք եղել են նրա համար, որ պետություն չլինի։ Եվ իրանք օրոք պետություն չի եղել, այլ իրանք թոկ են եղել Հայաստանի պետության կայացումը թույլ չտալու համար։ Եվ ես ասում եմ, եթե վիճարկող կա, իրանք իրեքով վիճարկում են, թողան հերիքա բաներից խոսան, ասում եմ եկեք գնանք ուղիղ եթերում, դուք լսում կազմակերպեք, հրավիրեք ձեր խմբակցություն ուղիղ եթերում, միայն ձեր խմբակցությունը, առավոտից իրիկու նստենք խոսանք, ինչ փաստեր ունեք, փաստարկներ ունեք, փաստաթղթեր ունեք, գաղտնի տեղեկություններ ունեք, բոլորը բացեք, գալիս եմ ինձ հրավիրեք ուղիղ եթերում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից թող ներկա մարդ չլինի, դուք հարցաքնեք ինձ, տվեք ինձ բոլոր հարցերը։ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները մի քանի ամիս է կատարյալ մեկուսացման մեջ են։ Նրանց առողջական վիճակի պահման պայմանների մասին տեղեկություններ վերջին անգամ ստացվել են հունիսին, երբ միջազգային Կարմիր խաչի կոմիտեն դեռ աշխատում էր Բաքվում եւ կարող էր նրանց տեսակցել։ Մի քանի ամիս է սակայն կազմակերպությունն այլևս չի գործում Ադրբեջանում այդ երկրի իշխանությունների պահանջով։ Այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է պահանջում Բաքվից 23 հայ գերիների մասին մեկ ամսում հաշվետվություն ներկայացնել։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ վերահաստատել է աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին։ Չի շրջանցվել նաև հայ-ադրբեջանական թեման։ 44-օրյա պատերազմից հետո սկսված հայ-թուրքական բանակցությունները շոշափելի արդյունքներ չեն գրանցել, նույնիսկ խորհրդանշական երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու անիի կամուրջը նորոգելու պայմանավորվածություններն են դեռ թղթի վրա։ Մինչ շնդիմությունը վստահ է, որ Թուրքիայի քայլերը պայմանավորված են լինելու բացառապես հայ-ադրբեջանական հարաբերություններով, իշխող խմբակցությունում կարգավորման գործընթացում գործնական քայլեր են ակնկալում։ Կարծում եմ, որ այս քաղաքական երկխոսությունից անդին պետք է անցնել արդեն գործնական քայլերի եւ հույս ունեմ, որ այս հայտարարությունը եւս մեկ քայլ է դեպի գործնական քայլեր։ Ես կարծում եմ ամբողջ ծավալով գործընթացը կյանքի կոչելու իսկապես հնարավորություն եւ պոտենցիալ կա, հատկապես այն խաղաղության գործընթացի արդյունքները, որոնք առկա են տարածաշրջանում, հատկապես երբ խոսքը վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, թրիփի ուղու գործարկմանը, եւ ես վստահ եմ, որ Թուրքիան չի ուզում անմասն մնա այս process-ներից եւ կարծում եմ հիմա շատ լավ ժամանակ է դրանք կյանքի կոչելու համար։ Ես հավանական եմ համարում, որ դրանք տեղի կունենան, բայց թե այս տարվա ընթացքում, թե մյուս տարվա ընթացքում, թե երբ, դա իսկապես միմիայն կախված է Թուրքիայի քաղաքական կամքից։ Այսինքն այնտեղից ինչ որ ազդակներ, որտեղ կարող է շուտ լինել, չենք ստացվում։ Ասպահին չեմ կարող նման բան ասել։ Եթե հարցը այն է, այդ հարաբերությունները կկարգավորվեն այնպես, ինչպես Թուրքիան է պատկերացնում, կարող են կարգավորվել, այո, միայն այն բանից հետո, երբ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կկարգավորվեն այնպես, ինչպես Ադրբեջանն է պատկերացնում, այլ որևէ անգամ քլչի վերջին այցելությունից հետո Հայաստան, մենք
էական, այսինքն շոշափելի որևէ տեղաշարժ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հայտարարված կամ նոր պայմանավորվածությունների մասին չունենք, որովհետև նախաստորագրված է փաստաթուղթը, Ադրբեջանը դեռ պահանջում է սահմանադրության փոփոխություն, որպեսզի ստորագրի այդ փաստաթուղթը, եւ այս հայ-թուրքական հարաբերությունները տեսնում ենք արկախվածություն։ Սա էլ է այն նախապայմաններից մեկը, որ մենք մշտապես ասել ենք, որ բանակցություններում կա, որ Թուրքիան կապում է հարաբերությունների կարգավորումը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հետ, իսկ դրանք անկախ պիտի մեր շահերից էր բխում, որ անկախ գործընթացներ լինեն, բայց սա էլ է նախապայման եղել, որ էլի տեսնում ենք, որ բավարարվել է։ Մինչ այդ Թուրքիայի խոշորագույն Turkish Airlines ազգային ավիափոխադրողը հայտարարել է, որ կանոնավոր ուղիղ թռիչքներ է սկսելու դեպի Երևան։ Ավիաընկերությունը մանրամասներ չի հաղորդել, նշելով միայն, որ թռիչքները կիրականացվեն կախված հնարավորություններից եւ շուկայի պայմաններից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի համաժողովում ավելի վաղ նշել էր, որ Թուրքիայի հետ ակտիվ երկխոսությունը վստահություն է տալիս, որ առաջիկայում կլինի նաեւ ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն Թուրքիայի, այսպիսով նաեւ Եվրոպական միության հետ։ Հստակ ժամկետներ սակայն կողմերը դեռ չեն նշում։ Իսկ հունգարական Wizz Air ավիաընկերությունը այսօր Երևանում պաշտոնապես բացել է իր 34-րդ բազան Զվարթնոց օդանավակայանում, տեղակայելով 2 օդանավ։ Այսօր հրավիրած ասուլիսին այս մասին հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրենը։ Ավիաընկերության առաջին օդանավը Երևան կժամանի Նեապոլից, ընդհանուր առմամբ ավիաընկերությունը Երևանից կիրականացնի 16 ուղղություններով չվերթներ դեպի 9 երկիր։ We just started the base today. Wizz Air-ը հենց այսօր սկսեց բազավորվել Երևանում, Զվարթնոց օդակայանում տեղակայելով 2 օդանավ։ Տեսնենք, թե պահանջարկն ինչպիսին կլինի։ Ես անձնապես լավատես եմ, որ մենք կընդլայնենք բազան։ Լրացուցիչ բազա կստեղծենք, թե ոչ Հայաստանում, դա ավելի ապագայի հարց է։ Մենք ապագայում ավելի կկենտրոնանանք Երևանի վրա։ Երևանի International Airport-ն Սա շատ կարևոր քայլ է մեր քաղաքացիներին մոտեցնել աշխարհին եւ մյուս կողմից աշխարհին մոտեցնել Հայաստանի Հանրապետությանը, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ զբոսաշրջիկ, առաջին հերթին այդ զբոսաշրջիկը պետք է հնարավորինս հեշտ, հնարավորինս մատչելի եւ հնարավորինս արագ հասնի Հայաստան։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Բազմաթիվ հակասություններ են ի հայտ եկել Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանության գործում, մեղադրական հոդվածից մինչև ցուցմունքներ։ Կառավարությունը խոստանում է հաջորդ տարվանից առողջության համապարփակ ապահովագրություն ներդնել, մի անգամ հանրությունն արդեն նման խոստում լսել է։ Միացյալ Նահանգների կառավարությունը մասնակի դադարեցրել է գործունեությունը, դեմոկրատներն ու հանրապետականները տևական բանավեճերից հետո այդպես էլ համաձայնության չեն եկել հաջորդ տարվա բյուջեի նախագծի շուրջ։ Բազմաթիվ հակասություններ են ի հայտ եկել Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանության գործում։ Ինչ հոդվածով է մեղադրվում Նարեկ Օհանյանը։ Արդյոք նա ցուցմունքներ տվել է թե ոչ։ Այս առանցքային հարցերի շուրջ իրարամերժ տեղեկություններ են ստացվում։ Մերձավանի արյունոց սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը մանրամասն ցուցմունք է տվել, հերքել իր մասնակցությունը, հայտարարում է Օհանյանի փաստաբանը։
Քննչական կոմիտեի նախագահի հարցազրույցից պարզ դարձավ, որ Նարեկ Օհանյանը ցուցմունքներ չի տվել, մինչդեռ կրկնում է, որ Նարեկ Օհանյանը տվել է մանրամասն ցուցմունքներ, նկարագրել իր ամբողջ շարժը դեպքին նախորդող պահին, դեպքի պահին եւ դեպքից հետո, եւ վարույթ իրականացնող մարմին այդ ցուցմունքները ստուգելու ուղղությամբ որևէ քննչական գործողություն չի ձեռնարկել։ Խայլ առ խայլ պետք է ստուգել ցուցմունքների հավաստիությունը։ Քննչական կոմիտեի նախագահն էր հանրայինի հետ զրույցում հայտարարել, որ այս մեղադրյալը ցուցմունք չի տալիս, միայն թե այդ հայտարարությունից անմիջապես հետո Արթուր Պողոսյանը նրա ցուցմունքից մեջբերումներ էր անում։ Ինքը նշում է, որ ըստ էության ինքը որևիցե առնչություն չի ունեցել, հրաժարվում է ցուցմունք տալուց, սակայն մի հանգամանք է նշում այն հարցին, թե օրինակ ինչպես հայտնաբերվեց այդ հանցագործության կատարող անձի հագուստները իրեն պատկանող շինությունում, ըստ էության ողջամիտ այս պահի դրությամբ առնվազն պատասխաններ չի տալի, նախաքննական մարմինը այս առումով իր ցուցմունքը գնահատում է անարժանահավատ։ Մերձավանի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ Կարեն Աբրահամյանի սպանության գործով մեղադրյալ է նաև մերձավանցի Գևորգ Հարությունյանը։ Ըստ քննչական կոմիտեի նախագահի վերջինս ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ սպանողն ինքն է, դրանով վրեժ խնդիր է եղել այս տարվա փետրվարին սպանված Նարեկի եղբոր Գրիգոր Օհանյանի համար։ Իր կարծիքով Մերձավանի սպանված համայնքապետի մտերիմներն են նրան սպանողները։ Քննչական կոմիտեի նախագահի խոսքով Նարեկ Օհանյանը կալանքի տակ է սպանության օժանդակելու հիմքով, բայց վերջինիս փաստաբանը պնդում է մեղադրանքը դա չէ։ Մեղադրանքը որքան էլ որ տարօրինակ է, քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ մենք օժանդակող ենք, բայց այս պահին Նարեկ Օհանյանը կալանքի տակ է գտնվում որպես սպանություն կատարող անձ։ Փաստաբանը պնդում է Նարեկը սպանության հետ կապ չունի, դեպքի պահին տանն է եղել եւ այդ փաստը ֆիքսված է տեսախցիկներով։ Ինչու այդ սարքերը չեն առգրավվել, հարցնում է։ Կան բազմաթիվ տեսախցիկներ, որոնք արձանագրել են իր շարժը։ Կոմիտեի նախագահը չի անդրադառնում հարցին, թե ինչու չի ստուգվում տեսախցիկների բովանդակությունը։ Արթուր Պողոսյանի խոսքից հասկանում ենք սակայն, որ գիտեն, թե ինչ կա այդտեղ։ Այլ ուրեքությունը ապահովելու համար ինքը մշտապես գտնվել է տանը, ընդ որում նաև տեսախցիկների արչև կանգնած, որպեսի հանցանքի կատարման ժամին հերկվի իր մասնակցությունը, քանի որ ամենայն հավանականությամբ գիտակցում էր, որ առաջին կասկածյալների շրջանում ինքն է հայտնվելու։ Քննչական կոմիտեի նախագահը հանցագործությանն օժանդակելու փաստական հիմք է համարում այն, որ հենց Նարեկի տան մոտ է հայտնաբերվել ենթադրյալ մարդասպանի հագուստը։ Ըստ փաստաբան Վահան Հովհաննիսյանի, այդ տարածքը փակ չէր։ Այդ հագուստը, որը հայտնաբերվել է, իր հագուստը չի։ Բայց իր տան մոտ է գտնվել։ Տան մոտ, որը պարսպապատված չէ եւ հասանելի է ցանկացած անձի համար։ Փաստաբան Հովհաննիսյանը վստահ է Նարեկ Օհանյանն ի սկզբանե նշանակվել է մեղավոր եւ այժմ իրավապահները փորձում են ապացույցները հարմարեցնել մեղադրանքին։ Իսկ քննչականը մի հանգամանք է ընդգծում կրակոցներից 1 ժամ առաջ Նարեկ Օհանյանը իր տան տարածքում կրակ է վառել նույն տարայի մեջ, որում հետո կիսայրված հագուստն են հայտնաբերել։ Մերձավանի վերջին սպանությունը իրավապահները նախորդի շարունակությունն են համարում։ Ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանի ու ԿՊԱ-ական նախկին համայնքապետ Ախտոյանի միջև հակասությունների մասին Մերձավանում շատերն են խոսում։ Օհանյանները Ախտոյանի զարմիկներն են։ Ամենայն հավանականությամբ աթոռակռվիցել է։ Այդ երևույթները նկատվել է, չէ՞։ Մեղավորը ով է։ Երբ անից է գալի, արմատները շատ խորն են։ Ունեն կառավարություն, վաղուց կանխած պետք լինեին։ Իրավապահների պնդմամբ փետրվարից համայնքը ոստիկանական հսկողության տակ է եղել։ Գիտեին, որ կողմերը լարված են, բայց սպանությունը 100%-ով բացառել անհնար է, բացատրում է քննչական կոմիտեի նախագահը։ Իդեպ հենց ինքն է նույն հարցազրույցում պատմում, որ ենթադրյալ մարդասպանը սպանությունից առաջ պարապել է, կրակել, սովորել դաշտային պայմաններում, ապա տևական ժամանակ հետևել Վալոդյա Գրիգորյանի տան շարժին, եւ այս ամենը պարզվում է ոստիկանական օպերատիվ աշխատանքի պայմաններում։ Հայկական թեմաներին դեռ կանդրադառնանք հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին։ Գերտերությունը ֆինանսական տարին սկսում է առանց բյուջեի, դա նշանակում է, որ այսօրվանից այսպես կոչված շատդաունի ռեժիմն է գործում։ Կառավարությունը մասնակի դադարեցնում է գործունեությունը, թե ինչպիսին պետք է լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների ծախսերն ու եկամուտները անփոփոխ գլխավոր փաստաթուղթը, դեմոկրատներն ու հանրապետականները դեռ բանավեճի մեջ են։ Հիմնական տարաձայնությունները առողջապահական ապահովագրությանն են վերաբերում։
Միացյալ Նահանգների կառավարությունն այսօրվանից մասնակի դադարեցրել է գործունեությունը, քանի որ դեմոկրատներն ու հանրապետականները տևական բանավեճերից հետո այդպես էլ համաձայնության չեկան հաջորդ տարվա բյուջեի նախագծի շուրջ։ Արդյունքում նոր ֆինանսական տարին աշխարհի գերտերությունը սկսում է առանց հաստատված բյուջեի, ինչը հայտնի է որպես shutdown։ Դրա հետևանքով մոտ 750,000 դաշնային աշխատողի կուղարկեն հարկադիր չվճարվող արձակուրդի, չեն վճարվի զինվորականները, կդանդաղեն ավիափոխադրումները, կդադարեցվեն գիտական հետազոտությունները։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եւս տեղեկացրել է, որ չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ դեսպանություններն ու հյուպատոսարանները կշարունակեն արդեն նշանակված անձնագրային եւ վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ The House has passed a clean, nonpartisan, continuing resolution to fund the government until November the 21st. Քանի դեռ ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնության չեն եկել, կշարունակեն գործել միայն առաջնային անհրաժեշտության կառույցները, իրավապահ մարմինները, սահմանային, արտակարգ իրավիճակների եւ պետական պաշտպանության ծառայությունները։ Սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտը եւս կգործի, սակայն սահմանափակումներով։ Իսկ բյուջեի շուրջ հիմնական տարաձայնությունը վերաբերում է առողջապահության ոլորտին։ Դեմոկրատները պահանջում են չդադարեցնել ցածր եկամուտ ունեցողների համար առողջության ապահովագրության սուբսիդիաները, նաեւ չեղարկել Medicaid առողջապահական դաշնային ծրագրում Թրամփի վարչակազմի արած կրճատումները, որոնք միլիոնավոր մարդկանց վրա կարող են ազդել։ This is ready to pass right now. This keeps the government open. Հանրապետականները սակայն նախագահ Թրամփի առաջնորդությամբ համառորեն մերժեցին ընդդիմության առաջարկները, պնդելով, թե փոքրամասնությունն է պարտավոր խաղի կանոններին ենթարկվել։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ դեմոկրատները փորձում են չեղարկել հանրապետականների բարեփոխումները եւ Medicaid-ում ներառել մարդկանց, որոնք ի սկզբանե չպետք է օգտվեին առողջապահական այս ծրագրից, օրինակ ապօրինի ներգաղթյալները։ Մենք միլիոնավոր մարդկանց հանեցինք Medicaid ցուցակներից, ինչը առողջապահությունն ավելի մատչելի դարձրեց բոլորի համար։ Դեմոկրատներն ուզում են չեղարկել դա։ Ինչու՞։ Որովհետև ուզում են ապօրինի ներգաղթյալների ձայներ ստանալ։ Ի վերջո 100 տեղանոց սենատում, որտեղ հանրապետականները 53 մանդատով մեծամասնություն են, նրանց առաջարկած բյուջեի նախագիծը ստացավ 55 կողմձայն։ Դրա օգտին քվեարկեցին նաև 3 դեմոկրատներ։ Իսկ դեմոկրատների օրինագիծը ստացավ 47 կողմ, մինչդեռ ընդունվելու համար անհրաժեշտ էր 60-ը, ինչը կողմերից ոչ մեկը չապահովեց։ Արդյունքում սկսվեց 1981 թվականից հետո 15-րդ շատդաունը եւ առաջինը վերջին 6 տարում։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները դեմ են շատդաունին, ապա սպառնացել, որ այս ընթացքում, քանի դեռ Ամերիկայում տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը չի հաստատվել, վարչակազմը կարող է գնալ կտրուկ քայլերի, ծախսերը կրճատելու համար։ Մինչ այդ էլ մամուլը գրել էր, որ եթե շատդաունը երկար շարունակվի, Թրամփի վարչակազմը մտադիր է մեծ թվով դաշնային աշխատողներ կրճատել։ Եվ դեմոկրատները ոչինչ չեն կարող անել դրա դեմ։ Օրինակ, մենք կարող ենք կրճատել մեծ թվով աշխատողների ծրագրերը, որ նրանց դուր են գալիս։ Դեմոկրատներն էլ Թրամփին եւ հանրապետականներին են մեղադրել շատդաունի համար նախկին փոխնախագահ Քամալա Հարիսն ասել է, որ հենց նրանք են ղեկավարում երկիրը, հետեւաբար սա նրանց պատասխանատվությունն է։ Սա նրանց շատդաունն է, սոցցանցում գրել է նա։ Սենատի հատկացումների հանձնաժողովի փոխնախագահ դեմոկրատ սենատոր Փեթի Մյուրերն էլ հայտարարել է, շատդաունը տեղի ունեցավ, քանզի հանրապետականները չեն ցանկանում բանակցել ու իրենց աշխատանքն անել։ Հանրապետականները որոշեցին գնալ շատդաունի, այլ ոչ թե լուծել առողջապահության ոլորտում իրենց իսկ ստեղծած ճգնաժամը։ Պատրաստ ենք նստել, բանակցել եւ լուծել այս խնդիրը։ Կանխատեսվում է, որ կառավարության գործունեության մասնակի կասեցումը տնտեսության նորական $400 միլիոն կարժենա։ ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շատդաունը եղել է 2018 թվականին Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ եւ տևել է 35 օր։ Անկախ վերլուծաբանների կանխատեսումներով այս մեկը կարող է նախորդներից ավելի երկար շարունակվել։ Դե իսկ Հայաստանում համապարփակ պետական ապահովագրություն չկա, բայց կառավարությունը խոստանում է, որ 2026-ից կսկսի փուլ առ փուլ ներդնել այդ համակարգը։ Առողջապահության նախարարը խոստանում է հստակ կներկայացնեն այն ծառայությունների ցանկը, որ հասանելի կլինեն քաղաքացիներին։ Մինչ այդ ոլորտի մասնագետները թերահավատ են, հիշեցնում են կառավարության նախորդ նմանատիպ խոստումները առողջապահական ապահովագրությունը ներդնելու մասին եւ հարց են բարձրացնում։ Պատրաստ են արդյոք պոլիկլինիկաները ապահովելու եւ այդ ապահովագրությամբ աշխատելու կենսունակ կլինի արդյոք համակարգը։ Մի քանի անգամ խոստացված ու այդպես էլ կյանքի չկոչված առողջության համապարփակ ապահովագրությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պնդմամբ այս անգամ հաստատ կներդրվի։ Ոլորտի ղեկավարը հայտարարում է առաջին փուլը կմեկնարկի 2026-ին, հաջորդող 2 տարիներին նոր խմբեր ներառելով։ Նախարարության հաշվարկներով մինչև 2029 թվականը բնակչության 85%-ը պետք է ապահովագրական փաթեթ ունենա։ Մեկնարկային տարում աշխատող քաղաքացիներն ամսական 10,800
700 դրամ կվճարեն ապահովագրությունից օգտվելու համար։ Իսկ առաջին փուլում որ խմբերը կներառվեն։ Մինչև 18 տարեկան երեխաներն են 65 տարին լրացած քաղաքացիները Եվս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ։ Հաջորդիվ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները եւ անապահովության բալ ունեցող քաղաքացիները 28 եւ ավել, որը եւս փոփոխման մեջ է այս համակարգը։ Ընդ որում 2028-ից առողջապահական ապահովագրական փաթեթի գինը կբարձրանա, քաղաքացիները 129,600-ի փոխարեն տարեկան 164,400 դրամ կվճարեն կամ ամսական 13,700 դրամ։ Մեկնարկային փուլում հաջորդ տարի ըստ առաջարկվող նախագծի ապահովագրությունից կօգտվեն նաեւ ամսական 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Ավանեսյանի խոսքով շուրջ 190,000 աշխատողների այս խումբը առաջին փուլում ներառվել է հենց նրանց մեծ մասի պահանջով։ Իսկ ինչ ծառայություններ են լինելու փաթեթում։ Կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանը ուղղված սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ, չափազանց սկզբունքային հարց է եղել, որ մենք ոչ թե ասենք ապահովագրությունը փակում է ամեն ինչ, բացի սրանից, բացի նրանից, հստակ ծառայությունները ամրագրված են լինելու եւ ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվում է, թե ոչ։ Փորձագետ Ծաղիկ Վարդանյանը, որ տարիներ շարունակ ղեկավարել է կառավարության հատկացրած գումարը նախարարությանը փոխանցող պետական առողջապահական գործակալությունը, ասում է իդրաֆթում հրապարակված օրենքի նախագիծը այս տեսքով խախտում է սոցիալական հավասարության սկզբունքը։ Անցումային փուլը արվում է շատ կտրուկ, իրականացվելու է ապահովագրավճարների հավաք, որը նախկինում նախատեսած չէր, նախատեսած էր միայն պետպատվերը, որից հետո աստիճանաբար ավելանալու են արդեն ապահովագրավճար վճարող շահումների խմբերը։ Նաև սոցիալական արդարության համերաշխության արվում որոշակի հետքայլերի արվել, ավելի քիչ եկամուտներ ունեցող քաղաքացիները հավասարեցվել են ավելի բարձր եկամուտներ ունեցողներին, սա սոցիալական անարդարության դրսևորում է։ Ըստ նախագծի ապահովագրական փաթեթ ունեցող քաղաքացին նախ պետք է պոլիկլինիկա գնա, հետո հարկ եղած դեպքում ուղեգրվի հիվանդանոց։ Անկախ փորձագետ հասարակական կազմակերպության նախագահ Ծաղիկ Վարդանյանն ասում է, կառավարությունը հաշվի չի առնում, որ մարդիկ հիմնականում ոչ թե պոլիկլինիկա են գնում, այլ ուղիղ հիվանդանոց։ Մյուս կողմից էլ պոլիկլինիկաներն ըստ նրա դեռ պատրաստ չեն այս մեծ բեռի տակ մտնել։ Պետք է փոխվեր։ Ընդհանրապես միայն հավաքագրող բժիշկները լինեին թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ առանձին օֆիսներում, այս մեծ պոլիկլինիկաները պետք է հասկանալ պետք են թե չէ, ընդհանրապես։ Իսկ նեղ մասնագիտական ներուժը պետք է օգտագործեին հիվանդանոցին։ Հիմա մենք ոնց սովետություն կար համարյա, սխեման բերում մտցնում ենք ապահովագրական ծառայություն։ Իմ կարծիքով ռիսկային է։ Նախարար Ավանեսյանը համաձայն չէ, ասաց վերջին 4 տարիներին 20%-ով աճել է պոլիկլինիկա դիմող քաղաքացիների թիվը։ Մեր նպատակն է, որ ամբուլատորիան հագեցվի, վերանորոգվի եւ մեր մյուս ծրագրերով դա մենք անում ենք։ Գիտեք, որ 19 ամբուլատորիա հիմա շինարարության մարզային փուլում է գտնվում։ Պոլիկլինիկաներ մարզային շինարարության նախագծման փուլում են։ Քաղաքապետարանը պոլիկլինիկաները իր մասով էր վերանորոգում։ Բայց այսօր էլ չէ, անձը գնում է ամբուլատորիա, նրան ընտանեկան բժիշկը ուղղորդում է նեղ մասնագետի մոտ, գնում է այդ նեղ մասնագետի մոտ, իր խորհրդատվությունը անցնում է։ Ապահովագրությունը սա հնարավոր է դարձնում, որ անձը դրա համար չվճարի այդ պահին։ Առաջին փուլում առողջության համապարփակ ապահովագրություն նախատեսված չէ մինչև 200,000 դրամ եկամուտ ունեցողների համար, որոնք ընդհանուր աշխատող քաղաքացիների շուրջ 40%-ն են կազմում։ 3 տարվա ընթացքում են ներառվելու մեր քաղաքացիները։ Մինչև 200,000 դրամ ստացողների վրա ֆինանսական բեռ ոչ ավելանում է, ոչ էլ նրանք դեռ ներառվում են համակարգ։ Դա կտեղի կունենա հաջորդ տարի 27 թվականին։ Ապահովագրության ներդրմամբ ակնկալվում է 30-ից 60%-ով կրճատել քաղաքացիների թիվը, որոնք փող չունենալու պատճառով բժշկի չեն գնում։ Կառավարությունը նախորդ տարի առողջապահությանն ուղղված ծախսերը 3.5%-ով նվազեցրել էր, իսկ 26-ին ավելացրել հասցնելով 219 միլիարդ դրամի։ Դրա կեսից ավելին ուղղվելու է հենց առողջապահական ապահովագրությանը։ Նախագիծն առայժմ քննարկման է դրված էլեկտրոնային հարթակում։ Այն դեռ պետք է քննարկվի ու հաստատվի խորհրդարանում։
Տարեցների միջազգային օրն է Գյումրիում, օրը երաժշտությամբ եւ նարդի խաղալով են նշել, բայց Հայաստանում ծերերը հիմնականում ոչ թե վայելում են իրենց տարիների վաստակած հանգիստը, այլ զբաղված են բարդ թվաբանությամբ, ինչպես ծախսերը ստացած թոշակին համապատասխանեցնել։ Հատկապես խոցելի են միայնակ տարեցները, թոշակները ցածր են, ասում են, չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Տարեցների միջազգային օրը Գյումրիի բարեկամության այգում ավելի շատ ծերերն էին, քան երեխաները։ Գյումրեցի տարեցներին միացել էին երևանցի ու վանաձորցի տարեցները ու իրենց տոնն էին նշում, երգեցին, պարեցին, նարդի խաղացին։ Կարիտաս բարեսիրական կազմակերպություններ տարեցներին իրար գլուխ հավաքել։ Թոշակի հույսին ապրող միայնակ ծերերի համար դժվար է ստացածով ապրել, բժիշկի գնալ ու կոմունալները վճարել։ Ես երկար ստաժ ունեմ 42 տարվա եւ ստանում եմ 55,800 դրամ։ Ինչ եք կարողանում անել այդ գումարով։ Ինչ եմ անում։ Հակուս ճիշտն ասած, այդքան չեմ կարողանում տարվա մեջ մի անգամ, իսկ սնունդը ոչ լիարժեք։ 65,000, չէ, քիչ է, կողմնակի ոչ մի բան չկա, մենակ է թոշակն է։ Ինչ եք կարողանում անել այդ 65,000-ով։ 65-ին, թե վարձեր կմուզի ես, սնունդ է, պիտի սնունդ եղնոր երկար ապրես։ Դե առնում եմ, էլի չեմ խնայում։ Ոմանք գումարում, հանում ու արդյունքում ոչ մի բան չի մնում թոշակից։ Այդ է, միայնագին նպաստի կուտան 20,000 ամիսը, 20,000, 40,000, միայնակ ապրում ջրի վարձտամ, էներգիայի վարձտամ, գազի վարձտամ, տեղի համար, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, հա իմ իջայլոց չեմ։ Ես կխնդրեի մեր վարչապետին, այդքան որ գործեր կատարում է, նաև թոշակառուներին դիրություն անի, ինքը անտեսել է մեզ, անկեղծ եմ ասում, վարչապետը մեր տարեցներին անտեսած է պահում, ինքն էլ պիտի մեծանա, թող մտածի թոշակի պիտի անցնի և ինքը կապրի այս թոշակով։ Այսօր ազգային ժողովի ամբիոնից աշխատանքի ու սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը պատասխանելով ընդդիմադիր падգամավորի հարցին, թե երբ է բարձրացվելու կենսաթոշակը, պնդեց, գնալու են այլընտրանքային բարձրացումների։ Մենք 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև։ Այսօր գործող 12%-ի փոխարեն մենք այն սահմանելու ենք 20%-ի չափով, որը մոտավորապես միջինում բարձրացնելու է կենսաթոշակները 3-ից 3500 դրամի սահմաններում։ Այնինչ անկանխիկ եղանակով կամ բանկային քարտերից ոչ բոլոր թոշակառուներն են օգտվում։ Ես քարտ չունիմ, Ազիզ ջան, ես քարտով առևտուր չեմ ene, քարտը չեմ սիրե։ Քարտից օգտվում եք։ Չէ, խելքս չի ասնի։ Չեք օգտվում։ Չէ։ Ծերությունը վայելելու փոխարեն հոգսերի մեջ ենք, դժգոհում են տարեցները, պետական մակարդակով հոգացությունը քիչ է։ Այստեղ բարեգործական կազմակերպություններն են բացը փորձում լրացնել։ Շուրջ 400 միայնակ տարեց օգտվում է Կարիտասի խնամքի ծրագրերից։ Այսօրվա միջոցառման պաստառի հերոսներից 90-ամյա Արաքսիա տատը մի բանի համար է ափսոսում։ Շատ եմ ափսոսում, որ մեծացել եմ 90 տարեկան։ Հերիքա, բայց խոսք եմ տվել ասուն, որ 100 տարի պիտի ապրեմ։ Պահելու եք խոստում է։ Ահա, որոշել եմ, ասուի հետ պայմանագիր եմ կապել։ ՄԱԿ-ի վիճակագրությամբ Հայաստանը համարվում է ծերացող երկիր, 500,000-ից ավելի թոշակառու կա, որոնք միջինում ստանում են 49,000 դրամ կենսաթոշակ։
Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար նորություններին, հետևեք azatություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից, հաջողություն։